Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Նա նաև ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված Աբրահամյան համաձայնագրերին։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, եւ ինչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին։ Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան Breitbart պարբերականին եւ այդ հարցազրույցի ընթացքում է անդրադարձել թեմային։ Մեջբերեմ նրա խոսքերը. մեր կարծիքով մենք շատ մոտ ենք գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը։ Այս նախադասությունում 3 կարևոր բան, ուզում եմ նկատած լինեմ, 3 կարևոր բառ։ Առաջինը շատ, երկրորդը վերջնական եւ երրորդը մենք։ Այդ մենքի մասին խոսենք։ Դրանով բնական է Ուիթքոֆը նպատակ ունի ցույց տալու, որ Միացյալ Նահանգները ոչ միայն տեղեկացված են, այլ նաև մասնակցում են այդ խնդրի կարգավորմանը։ Հիշեցնեմ ի տարբերություն գործող վարչակազմի, նախորդ վարչակազմը իսկապես միջնորդի դեր էր ստանձնել ժամանակին եւ Արլինգտոնում մի քանի փուլ բանակցություններ էին տեղի ունեցել հայ-ադրբեջանական Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Ներկայիս Թրամփի վարչակազմը որևէ երբ իրեն կարծես չի դրսևորել, բայց միգուցե ստվերում ինչ-որ պրոցեսներ տեղի ունենում Վաշինգտոնի մասնակցությամբ, որի մասին մենք չգիտենք, համենայն դեպս այդ հայտարարությամբ Ուիթքոֆը ուզում է ընդգծել, որ Միացյալ Նահանգները պրոցեսի մասնակից են եւ վերահսկում են այդ պրոցեսը։ Դե իսկ երկրորդ ուշագրավ բանը, ինչի մասին խոսել է Ուիթքոֆը, դա այն է, որ, ինչպես ինքն է ասել, մոտակա ժամանակների ընթացքում ոչ միայն Լիբանանը, Սիրիան ու Լիբիան կարող են միանալ այսպես կոչված Աբրահամյան համաձայնագրերին, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Ուիթքոֆը ասել է, որ դա նախագահի նախաձեռնությունն է եւ որ նա հավատում է, որ այդ ամենը իրատեսական է եւ որ կնպաստի տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հաստատմանը։ Իսկ ինչ են իրենցից ներկայացնում այդ Աբրահամյան համաձայնագրերը։ 2020 եւ 21 թվականին ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, որ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ, որի նպատակն էր մի կողմից Իսրայելի, մյուս կողմից արաբական երկրների միջև հարաբերությունների բարելավումը եւ արաբական երկրներից միացել էին այդ համաձայնագրերին արաբական միավորված էմիրությունները, Բահրեյնը, Մարոկոն, իսկ ավելի ուշ նաեւ Սուդանն ու Եգիպտոսը։ Եվ այժմ խոսքը գնում է այն մասին, որ եւս մի քանի երկիր կարող են միանալ, ընդ որում ոչ միայն արաբական։ Եվ Իսրայելը վաղուց է ամեն լուրջ ջանքեր գործադրում, որպեսզի Ադրբեջանը միանա այդ համաձայնագրերին, դա Երուսաղեմի համար չափազանց կարևոր իրադարձություն կլինի, քանի որ հնարավորություն կտա ուժեղացնել իր դաշնակից Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանային պրոցեսներում, միաժամանակ նաև սեփական դիրքերը ուժեղացնել Ադրբեջանում եւ ստեղծել այնտեղ հզոր քաղաքական եւ ինչու՞ չէ նաև ռազմական պլացդարմ Իրանի դեմ հնարավոր ուժային գործողությունների դեպքում։ Ժամանակ եւ Իսրայելը օգտագործում է այս խնդրի համար նաև Միացյալ Նահանգներում ունեցած իր հզոր հրեական լոբբին։ Այս տարվա մարտին ավելի քան 50 ազդեցիկ հեբրայական ռաբիներ դիմել էին նախագահ Թրամփին, կոչ անելով ներգրավել այդ աբրահամական համաձայնագրերին մի շարք թուրքալեզու պետություններ եւ առաջին հերթին Ադրբեջանը։ Դատելով Ուիթքոֆի խոսքերից, այդ ուղղությամբ Վաշինգտոնը իսկապես որոշ աշխատանք է իրականացնում։ Արտյոմ, ինչը կարող է մեզ համար գրավիչ լինել այդ համաձայնագրերում, եթե միանանք։ Ակնհայտ է, թե որն է այստեղ Իսրայելի շահը, միանշանակ է նկատվում է, ակնհայտ է Ադրբեջանի շահը, ակնհայտ են Միացյալ Նահանգների շահը, դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել այստեղ Հայաստանի շահը։ Վերջերս իսրայելական Բեգին-Սադատ վերլուծական կենտրոնը հատուկ զեկույց է պատրաստել այն մասին, թե ինչ օգուտ կտա Ադրբեջանի միանալը Աբրահամական համաձայնագրերին Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին եւ ինչ է պետք անել, որ դա իրատեսական դառնա։ Եվ ահա այնտեղ շարադրելով հերթականությունը քայլերի, ընդգծվում է, որ Միացյալ եւ Նահանգներն ու Իսրայելը պետք է
ավելացնեն Ադրբեջանի դերը տարածաշրջանային տնտեսական process-ներում, պետք է ավելացնեն իսրայելական ու ամերիկյան ներդրումները Ադրբեջանում, պետք է զարգացնեն տեխնոլոգիական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Այդ ամենը իհարկե որևէ կերպ չի կարող բխել մեր շահերից։ Իսկ ամենակարևորը, այդ զեկույցում նշվում է, որ պարտադիր պետք է վերացվի այդ ազատության աջակցության ակտի թիվ 907 ուղումը, որը ըստ էության պատժամիջոց է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ եւ արգելում է ամերիկյան վարչակազմին ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Եթե այդպես է այդ ամենը, ապա ինչու պետք է Հայաստանը ձգտի դրան, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միասին միանան այդ Աբրահամյան համաձայնագրերին։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանի տեսական միանալը իհարկե դժգոհություն կառաջացնի մեր հարևան Իրանում։ Հայաստանի միանալը համաձայնագրերին կարող է լինել միայն այն դեպքում, եթե նախ կարգավորվի հայ-ադրբեջանական հարաբերությունները, ստորագրվի համաձայնագիրը, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն եւ ամենակարևորը Իսրայելի եւ Իրանի միջև հարաբերություններ հաստատվեն։ Մի բան, ինչի այսպես նախադրյալները առայժմ չեն նկատվում։ Շնորհակալություն, Արտյոմ։